Դե ինչ, ինչպես ասում են, բռնել, բաց թողել, օպերացիան շարունակվում է։ Ողջույն բոլորին։ Որքան փորձում եմ քաղաքականությունից չխոսել, հեռու մնալ, խոսել կինոյից, թատրոնից, տորթերից, ծաղիկներից, կենդաններից, ճանապարհորդություններից, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտը պարզապես զզվանք է առաջացնում ինձ մոտ, ինչպես նաև անկասկած ձեզանից շատերի մոտ, փորձում եմ հեռու մնալ, խոսել ավելի հաճելի, ավելի կարևոր մեր բոլորի համար թեմաներից, չնայած մտածում ես հայրենիքից ավելի կարևոր ինչ կարող է լինել, բայց այնուամենայնիվ չի ստացվում։ Ինչու՞, որովհետև այնպիսի ուրեմն իրավիճակներ են տեղի ունենում, այնպիսի բախումներ են լինում Հայաստանում, որ եթե հիմա այսօր ինչ-որ մեկը համացանցով սկսի խոսալ ինչ-որ ճանապարհորդությունից կամ ինչ-որ կինոյից կամ ծաղիկից, շատ ծիծաղելի կթվա, կասեն եղբայր կամ քույրիկ, հələ մի հատ նայեք այնտեղ ինչ է կատարվում, դու նստե ինչից ես խոսում։ Ուրեմն ինչ է կատարվում Հայաստանում, իմ կարծիքով, գուցե սխալվում եմ, ուրեմն երեք գիտեք, այդ խղճուկը տկարամիտ կապիտուլյանտ է, եկել էր խորհրդարան, ներկայացրել էր կառավարության ծրագիրը, որը իր մեջ ամբողջությամբ պարունակում է Հայաստանի վերջնական կործանման էտապները, եկեղեցի քանդում, սահմանների հանձնում, սահմանադրություն եւ այլ, երրորդի կործանում, չորրորդի ստեղծում ու երեք տարբեր տեսակի ելույթներ եղան, բայց ես գտնում եմ, որքանով որ ես դիտեցի, ամենադիպուկ, ամենապրոֆեսիոնալ ելույթը հարցադրումը նորից եմ կրկնում Էդգար Ղազարյանինն էր։ Մի պարզ հարցադրումով սահմանադրության որ հոդվածի համաձայն ես կատարում այս քայլերը։ Տեսակ, խղճուկը ոչ մի կարգին պատասխան չտվեց, նորից ընկավ պեչենու բաղերը, ֆրցրեց, մյուս անգամ գամ դու միջանցքում նստած կլնես, ես անում եմ, ես կանգնել եմ ամենամեծ օրենքի, ամենամեծ դատավորների առջև, ժողովրդի առջև, ժողովրդի անունը տալը ամենահեշտ բանն է, ժողովրդի անունից միլիոնավոր մարկանց են կոտորել։ Այդտեղից բոլշևիկ, ստալինիզմի կամ հիտլերյան ֆաշիզմի հոտ է գալիս։ Այդ ժողովրդի անունը տալով, որ հələ մեկը չի հարցնում, էլ այդ ժողովուրդն ով է, թե 700,000-ն է, որ ձայնատվել։ Ժողովուրդ ասածը պետքա դա հաշվի առնել երևի ամբողջ սփյուռքահայությամբ Հայաստանով 8-ից 10 միլիոն հայության շահերը հաշվի առնելով, բայց ինչ որ հենվելով ինչ որ 700,000 հոգու կամ 600,000 հոգու կամ ինչ որ տկարամիտների, որ իրանք ձայն են տվել ժողովրդի անունից, նորից եմ ասում, բոլշևիզմի, ստալինիզմի հոտ է գալիս, ամենայն դեպս երեք իրան ջախջախեցին, երևի տուն գնալու ճանապարհին իր վարորդը կամ թիկնապահը ասել է, որ Նիկոլ Վավայիչ, ժողովրդի մեջ իսկապես հարցադրումներ կան, դժգոհ են, որ ինչ որ 4-րդ հանրապետություն է ստեղծում, եկեղեցին ես ուզում քանդած լինես, սահմանադրությունն ես ուզում փոխածելես, հռչակագիրն ես ուզում հանած լինես, դժգոհություն կա, պետքա մի քիչ թարմացնել, կրակի վրա մի քիչ բենզին է պետք լցնել, ժողովուրդը մի քիչ ընկելա բանի մեջ, էլի կասկածանքների մեջ, արդյոք ճիշտ են արել, որ քեզ նորից 700 հոգի ձայն են տվել, գնաց տունը քնեց, որոշեց, գրեց առավոտ այսօր եկել է ու ինչ ասում, որ երեք իհարկե հարցակվեց Ռոբերտ Քոչարյանի որդու վրա, դուք այդ ձեր միլիոնները ստերուն չեք փոխանցի, սաղդ մի կոպեկ են, այն նույն բանի ինչ որ 8 տարի լսում ենք, երևի հենց բանից ուրեմն SMS ուղարկեց ուրեմն իր գրպանում գտնվող, չէ, այս գրպանումը, գտնվող ԱԱՑ-ի պետին, քնչականին, ես չգիտեմ, սա մենթական կառույցներին, այսօր առավոտը հարցակվեցին Քոչարյանի վրա, ինքն էլ որպեսզի ժողովրդին ուրեմն փոքրինչ մի քիչ թարմացնի, այն որ ժողովուրդը մի քիչ ասես մեկը ասես մի քիչ ուշքը գնում է, բերում մի հատ նաշադիր են, չէ՞, տալի քթի, որ վեր թռնի, հիմա նույն վիճակը Հայաստանի հպարտ Ժեխաստանի քաղաքացիներն են, որ պետք էր մի քիչ նաշադիր, որ ու հարցակվեցին Քոչարյանի տան վրա, իրան ու տղաների նորից բաժին, քնչական, չգիտեմ, այնտեղ կոռուպցիոն կոմիտե, տեսակ իհարկե այդ կադրերը ամբողջ ուրեմն համացանցով տարածված է, նշում են հերթով բոլոր սեփականությունները, որն են սեփականացնել, որն են ինչ արել, այդ ամբողջ հազարավոր քառակուսի հեկտարներով եւ այլ, իմիջայլոց շնորհավորենք
ԱԱՑ-ներ թե զինվորականներն էին, ԱԱՑ-ն սևի մեջ էր, մեջ հետները ինչ-որ կամուֆլյաժով զինվորականները կան, բայց նկատեցիք բոլոր ակնոցներով էին։ Նոր ոչ է, տեսնում եք ինչպիսի նորամուծություններ կան Հայաստանում, Ռեյբան ակնոցներով էին այդ բան կամուֆլյաժով տղաները, մի 60 հոգով էլ եկել էին, թե 60 հոգով խեն գալի, որ մեկին տանեն, այդ էլ չես հասկանում։ Դե մասկի շոն շարունակվում է համենայն դեպս, այսօր էլ եկավ ուրեմն խորհրդարանում, այդ նաշադիրը դեմ տվեց ուրեմն Հայաստանի հասարակության քթի տակ, որ նայեք, էս կենտրոնն է, սպայտունը քանդեսային սարքե եւ այլ։ Ժողովուրդ, ես երբեք Քոչարյանի համակիրը կամ համակրողը չեմ եղել։ Ես եղել եմ հայաստանցիներից մեկը, որ հիմնված այն ինֆորմացիայի վրա, որ համացանցից ենք ստացել, ոչ պաշտոնական։ Իմ կարծիքն եմ կազմել միշտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ, հասկանալով, որ դա 100%-անոց ճշմարտությունը չէ։ Նույնը մարտի 1-ի դեպքերի մասին, հոկտեմբերի 27-ի մասին, ինչ որ կա, այդ բոլորը խոսակցություններ է, հասկանում եք։ Մենք այդ բոլորի մասին կարող ենք դատել, սենց տեղից ընդեղից էլ են։ Այսինքն, այն տեղեկությունները, որ ես ունեմ, նույնը դուք ունեք, ստացել ենք այս մամուլից, համացանցից, ոնց ձեռք է տվել, այտենց մեկնաբանել են, այտենց ներկայացրել են, բայց լրիվ կատարյալ ճշմարտությունը գիտեն միայն իրենք, քննչականում գիտեն, ես գիտեմ, ԱԱՑ-ում գիտեն եւ այլ։ Քոչարյանին նորից եմ ասում, երբեք չեմ համակրել։ Ձեր նման բոլորի նման գտել եմ, որ մարտի 1-ն էլ մեղավոր, կասկածել եմ, հոկտեմբերի 27-ն էլ ասում են, բանը մեղրին ուզում էր հանձներ, դրա համար բան սպանեցին, ինչ որ սենց էլի Վազգեն Սարգսյանը չթողեց, ինչ որ Վազգեն Սարգսյանին սենց, այդ գիտեք այդ խոսակցությունները։ Այսօր 2026 թվականի օգոստոսի, չգիտեմ, 23-նա, 24-նա, 25-ը տվյալներով ես գտնում եմ, որ Քոչարյանը իր տղաների հետ միասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ներպես ինչպես ձեզանից շատ-շատերը, ինչպես Նիկոլ Փաշինյանը, քանի ապացուցված չէ նրանց մեղքը։ Հասկանում եք։ Ես ինչ որ միտեղ ուղեղից մի անկյունում գտնում եմ, որ իհարկե բնականաբար 8 տարի նախագահ աշխատելով այդպես մեծ միլիարդատեր, միլիոնատեր չէին դառնա, այդպես շինություններ, շենքեր, սեփականություններ, շռայլ կյանք, պալատներ, տարիստներ, այդ բոլորը ես հասկանում եմ, բայց ես ապրելով ազատ աշխարհում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, ես գտնում եմ, որ ամեն բան պետք է լինի օրենքի սահմաններում։ Ամեն բան պետք է լինի ապացուցված, հասկանում եք։ Շատ բաներ կարելի է խոսալ անցյալ իշխանության մասին, հիշում եք, ասում էին բանը Սերժի աղբերը, Սերժ Սարգսյանի աղբերը 50% եւ այլ։ 8 տարի հեղափոխություն ա եղել։ Մի հոգի, մի բիզնեսի տեր եկավ, ասեց, որ Իրան Սաշիկը գնաց է 50% փայ ա մտել։ Ես չեմ լսել։ Եթե դուք լսել եք ուրիշ բան, բայց ես ալիքները նայում ես, այս համացանցի ալիքների կեսը Քոչարյանին են պատկանում, մի կեսը Սերժ Սարգսյանին, մի խումբը Նիկոլ Փաշինյանին, այսինքն ամեն մեկը ասում են ինչ որ Իրանա ձեռ տալիս, մի քանիսը կարող է անկախ այնտեղ ալիքներ կան, անկախ լրագրողներ կան, այդ լրագրողների մասին մի անգամ առանձին պետք է խոսամ, դրանց որակի մասին, հա, բայց մենք միշտ դատել ենք, այն ինչ որ լսել ենք, իսկ մենք բոլորս լսում ենք միշտ այն, ինչ որ իրանք ուզում են, որ մենք լսենք։ Դրա համար, քանի որևէ փաստ, որևէ մեղադրանք ապացուցված չէ, այդ մարդը անմեղության կախավարկած է գործում, այդ մարդը անմեղ մարդ է։ Քոչարյանին ես քանի տարվա մեջ 5 անգամ արդեն ձերբակալեցին, բռնեցին, տարան, բաց թողեցին։ Հələ չեմ էլ ասում, որ այն իսկական ավելի աչքի ընկած թալանչիները բոլորը, ինչպես Աննա Գրիգորյանը ասեց, Նիկոլի օրոք, Նիկոլի հետ համաձայնությամբ բոլորը երկրից փախան։ Ինչ եք, ում եք բռնել, ինչ եք հետ բերել։ Էսա նաշադիր էր։ Այս Քոչարյանի պահը, երեկվա ելույթը, այսօրվա ելույթը, այս ձերբակալությունը ժողովրդի քթի տակ նաշադիրի բամբակ դեմ տվեց, որ զարտեք արա, որ ժողովրդասարա դե ջանդա, որ շեղի ուղությունը։
երեք Էդգար Ղազարյանը ցույց տվեց, թե ուր է տանում երկիրը, ինչպես է տանում կործանման։ Այսօր ինքը նաշադիրով էս բամբակով Հայաստանի հասարակության ուշադրությունը այդ կարևոր այդ ճակատագրական թեմաներից եկեղեցի, սահմանադրություն, անկախության հռչակագրագիր, Տիգրանաշեն այդ թեմայից ինքը շեղեց, տարավ նորից նախընտրական այն պայքարի է, որ ղժում էր միկրոֆոնով գյուղերում, փողոցներում, այն վատ կրթված մարդկանց մոտ ուղեղները լվանում էր, փռելու եմ, կզսնելու եմ, կոպեկ հետ եմ բերելու, հասկանում եք, էսի այդ նույն բանն էր։ Հիմա Հայաստանի հասարակությունից է կախված Հայաստանի հասարակությունը գիտակցի, որ սա իրեն շեղելու մի քայլ էր, թե իսկապես նորից հերթական կուտը կուտի, կասի արա դե Քոչարյանն է մեղավոր էլի, որ 4-րդ հանրապետություն է ստեղծում, արա Քոչարյանն է մեղավոր, որ կաթողիկոսը երեխա ունի, արա, այսպես էլի, այստեղ հիմա դրանից է կախված։ Եվ մի կարևոր հանգամանք, որ կուզեի նշեի, որը կոչվում է ընտրովի արդարադատություն։ Նայեք խոսած էս է կարե, այն է կարե եւ այլ։ Այսօր Էդգար Ղազարյանը ճեպազրույց արեց, ուրեմն խորհրդարանի աստիճանների վրա, ասեց բալը մի հատ նայեք իրա խմբում ինչքան նորաստեղծ թալանչիներ կան։ Կոնջորյանի կնոջ ընտանիքի մասին խոսացին ժամերով եւ այլ օրերով խոսացին, ինչ փոխվեց։ Անցավ գնաց։ Հասկանում եք, ընդհանրապես աշխարհում այդպես։ Ամիսներով կխոսան, օրերով կխոսան, ոչինչ չի փոխվում, որտեվ այս աշխարհը կառուցված է ստի վրա եւ Հայաստանի իշխանությունները միշտ կյանքը եղել է այդ ստի մի մասը։ Խոսացին Կոնջորյանի մասին, ջրեցին գնաց։ Այնտեղ ամեն մեկը դրանցից արդեն երկրորդ, երրորդ բնակարանն է գնում էլիտար շենքերում, ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Հələ մի հատ Իրան նայեք։ Ես ինչու 8 միլիոնատեր չեմ դարել։ Այ ոչ չլոտ։ Հակդ մի հատ պիջակ չուներ, մի հատ կոստյում չուներ։ Հələ հակիդ հիմա կոստյումները նայի քանի հատ էս փոխում շաբաթվա մեջ ու փողկապներդ նայ ու փողկապիդ գները նայիր։ Հասկանում եք, կամ այդ ձևական այդ ռուսական բանը կա, չէ, սովետի ռուսին քարկոծում են, բայց այդ սովետական այդ բանից Քոչարյանի Սերժի ժամանակվանից եկած հələ մի հատ նայեք, այն 5 կադրերը նայում եք Քոչարյանի ժամանակ էլի այդ բաներ դվուղբորտնի կոստյումներն էին հագնում, հետո Սերժի ժամանակ եկավ արդեն այդ բանը Գագիկ Խաչատրյանը, Սերժը, այն Չորնի Գագոն արդեն 3-5 $5,000 կոստյումները, հիմա շարունակվում է։ Այս Քյասի բերեխեքը, որ փորները միշտ սոված ա եղել, աշները միշտ ուրիշի ունեցվածքի վրա եղել, այսօր եկել են իշխանության հələ սրանց հակած կոստյումները, փողկապները նայիր։ Լրագրողը անգել էր հետևներից խորհրդարանից դուրս էին գալի, որևէ մեկին փորձում էր կանգնացնել երկու հարստար, Տոյոտայից էր խոսում առավոտյան, Քոչարյան, Տոյոտա, հələ Տոյոտաների շարաշյունը նայեք։ Ինքը խոսում է Քոչարյանից, Տոյոտայից, Քոչարյանը Տոյոտան, Իրանն է 40%, իրանք ամբողջ կառավարությունը Քոչարյանի Տոյոտայից մեքենա են գնել ու գնում են հարստացնելով, ավելի հարստացնելով Քոչարյանի բիզնեսին։ Տոյոտաները այդ հայկական վայրանտով էլ փայլեցրած, հանգարց միացեց այդ կեղտոտ Երևանում, որ ձեզանից յուրաքանչյուրը մեքենան տանի լվա ինքդ կամ տանի լվանալ տա բերի Բաքում կանգնացնի 10 րոպե հետո այդ Տոյոտան այդ մեքենան փոշումեց այսքան կորած է դրանց փայլացրած կոստյումները փայլացրած կոշիկները եւ փայլացրած Տոյոտաների շարաշյունը ամեն մեկին էլ դուրը մեկը բացում է 3 հոգի շրջափակում են մեկը նստում է վարորդի կողքը ասես մի երկու հատ էլ հետևից մեքենաներով հասկանում եք չի փոխվում ոչինչ չի փոխվում ու ոչինչ չի փոխվի սա նույն թատրոնն է, որը շարունակվում է։ Այնպես որ խորհուրդ կտամ այս Նիկոլի Նաշադիրնի կուտերին չընդունեք, կենտրոնացեք այն հարցերի վրա, ինչ որ երեք բարձրաձայնվեց, ինչ են ինքը իր ծրագրով անում երկիրը կործանելու համար, եւ մտածեք ձեր հետագա քայլերի մասին։ Հոյակապ ելույթ ունեցավ Արտուր Խաչատրյանը, կարծեմ ճիշտ եմ ասում, դաշնակցական, ինչպես նաեւ Աննա Գրիգորյանը, ես երկուսի ելույթը կդնեմ այստեղ մեկնաբանություններում, հղումը սեղմեք մի հատ լսեք։ Այնքանով հոյակապ էր, որ չեմ ուզում նորից ամբողջությամբ կրկնեմ, որ ընտրովի արդարադատության մասին։ Դու եկել ես Քոչարյանից, ալիգարխներից, Ծառուկյանից խոսացիր Քոչարյանից, պարոն Փաշինյան, մեկը հարցնի, բայց լֆիկ Սամոն, էդի գործարար էր, թե օլիգարխ էր, թե որ կնոջդ ու ձեզ ընտանեկան լավ մուծվում է, էլի ոնց որ լսել եմ, նայ հաստատ մոմ չեմ բռնել,
բայց Լֆիկը բոլոր հայաստանցիների ցանկացողը կասի, որ Լֆիկը միշտ եղել ամենախելոքը, ռուսական Աբրամովիչն է, էլի։ Միշտ ինքը տարեմուծվել է, որ ինձ ձեռմի տվեք, բան ընդ ճիշտ է, մի անգամ ասեց Նիկոլը մեր աղբերն է եւ այլ, բայց տանու միշտ մուծվում է, այդ Լֆիկը լավ օլիգարխ է, Ծառուկյան Գագիկը վատնա, որ Գագիկ Ծառուկյանը էլի աչքի լույսը չի, բայց գոնե տեսնում ենք թե ժողովրդի համար, թե գաղթականների համար, թե սպորտսմենների, դերասանների ում համար ինչ անում։ Լֆիկինը չենք տեսնում։ Գուցե Լֆիկն էլ է բարեգործություն անում, չգիտեմ, բայց գիտեմ որ իմ քայլը հիմնադրամին լավ բարեգործություն անում։ Կամ նույն Գրզո կոչված Սուքյասյանը, ձեր ֆինանսավորողն է, ձեր ոնց որ ասում են Կաշիլյոկն է, ձեր խմբակցության, նա ուրեմն լավ օլիգարխ է, բանը մյուսը վատնա, հա։ Դե որ Քոչարյանի ձեռքից են վերցնում եք, հələ մի հատ նայեք թե այդ բանը Սուքյասյանը Էվոնից սկսած սաղետ լավ է եղել, մի հատ նայեք նա ինչա սեփականացրել, նա ինչա կառուցել, ինչ գումարներով է կառուցել, դե հետ բերեք։ Դերեցիք Մանվելի գլուխը կերակ, նորից էլ մի բարի պտուղը չէր։ Հենա ունեք թազա Մանվել, եկե նստել անդե բանը ասա։ Ինչ էր ամնը, Սասունը քյորախտեցին բանի Չարենցավանցի, ասում են չեմ տեսել նորից լսել եմ, նույն Մանվելն է Չարենցավանում, ինչ կա չկա, սաղ իրանա պատկանում։ Ինքն էլ կռված տղա, Վազգեն Սարգսյանից է խոսում ինչ-որ բանից, իրա դեմը Վազգենին սարքել են չուլ, իրա ապրած կյանքը սարքել են 0, իրա պայքարը, իրա կրտված կռիվները, իրա թափած արունը ամեն ելույթով Նիկոլը սարքում է չուլ։ Իրանել են կողքեն Քնձռոտ Անդրանիկին էլ, ուզում ասեմ սա է էլի, սա ընտրովի արդարադատություն է, դե եթե այտենց է, քաղաքակիրթ երկրում է, եթե խոսային, ասենք, մի օր, մի ժամ կամ մի հատ հոդված լիներ Կոնջորյանի ուրեմն կնոջ մասին, մի ժամվա մեջ հրաժարական կտարեք մարդը կդառնար քաղաքական դիակ եւ երբեք քաղաքականության չէր մոտիկանա, բայց Հայաստանում հայերը սենց թքում են երեսներին, ասում անձրև է գալիս։ Այնպես որ ինչ է ուզում ասեի, որ չշեղվեք, որ դուք այս դավաճանին, այս սրիկային, այս կապուլտուլյանտին, այս Փաշազադեին, որը կատարում է անմիջական Թուրքիայի, Ադրբեջանի հրամաններն ու հրանգները, դուք հանգարց չշեղվեք, ինքը ուժեղ ռետոր է, ինքը ուժեղ մանիպուլյատոր է, ես ասել եմ դրա մասին, ինքը իր նախընտրական պայքարում, ինքը իր միտինգներում, իսկ այսօր ամբիոնի մոտ ինքը այդ որ պրիստուպի մեջ հանգնում էլի, այդ իր միտինգն է, ռետորական, գեբելսական բանն է, ինքը հասարակությանը Հայաստանի լավ է ճանաչում, որ կետերին խփի, որ իր դեմը հալվեն, որ իր ուղարկած կտերը ուտեն ու շեղվեն գլխավոր թեմաներից։ Այնպես որ հորդորս դրանն է, ուզում էի բացատրեի, ճակերտներ բացեի, շեղվեք, ստապ նայեք, ստապ դատեք ամեն ինչի մասին եւ մտածեք ձեր հետագա քայլերի մասին, թե ինչպիսին կլինի ձեր քաղաքացիական դիրքորոշումը։ Բայց Նիկոլի այս ղժժան բանը իմացեք, որ սա ձևական թատրոն է։ Վաղը կարող է երկուսին էլ ձերբակալեն եւ այլ, բայց ինչպես ասում էին իմ մանկության տարիներին Երևանում նարդի խաղացողները, որ ասում էին, հա բռնեց ես քարը, ասում էր պին բռնի, բաց մի թող։ Հիմա սրանն է։ Բռնել, բաց թողել օպերացիան շարունակվում է, այս անգամ ես դա կանվանեմ պին բռնի, բաց մի թող, դե կարաս։ Չած Քոչարյանը հաշված օրերի կարող եմ 2 ամիս, 6 ամիս պահեն բան։ Հիմա մարդը վատացել է, տարան հիվանդանոց, կարող եմ իքշել վաղնել մի հատ թուղթ բերեմ, որ պետքա մեկնել արտասահման բուժման, դա էլ հնարավոր է, բան չունեմ ասելու, Հայաստանն է, էլի, տեսնում եք, ամբողջ հանրապետական կուսակցությունը Քոչարյանի խմբով սաղ մեկնել են բուժման, մարդ չկա։ Այն ում էլ որ բռնում են, որ ասում են ձերբակալել են, չէ, իմացեք, դա չեն տարել կոշի գաղութ կամ սովետաշեն։ ԱԱՑ-ի սենյակներում, մեկուսարանում, շատ ես որքան լսել եմ, Փարք Տիրոջը չեմ եղել, հարմարավետ, ջրուցումով, տաք ջրով, դրսից եկող ուտելիքներով, կարծեմ հեռուստացույցով, շաբաթը 2 անգամ թողում են ձու բերել, դրսից ուտելիքներ, այսինքն լավ պայմաններում են այնտեղ նստած, շիմանակ, այնտեղ տարել են կոշի գաղութը, բանա, կամ սովետաշեն, կամ գցել են ինչ-որ սուտի գողականների մեջ բան եւ այլ։ Այնց որ ընտրովի արդարությունը շարունակվում է,
թատրոնը Նիկոլի շարունակվում է, շոն շարունակվում է։ Քիթներդ բռնեք, մի շնչեք այդ բամբակի վրայի նաշադիրը եւ դատեք ստապ եւ գիտակցեք թե ուրա ձեզ տանում այս դավաճան իշխանություն, այս սրիկաների, այս ճորրող խոսացող, այս մեծ խոսացողների, այս գրեգ ցինիկ ձեղող ժպտացողների իշխանությունը։ Այդ ցինիկավարի, որ նստած խոսում են, Արտուր Խաչատրյանը խոսում է, իրան մատնանշում է, իր ընտրովի իր բաները ինքը այնտեղ ժպտում է ցինիկ ու շուրա գալի իր նախարարների հետ, այդի արհամարանքա, այդ որ անընդհատ կրկնում էր, մի քիչ երկարացնում եմ, Գարեգին բեի անունը տալով անընդհատ sense ոնց որ էդի դրանով թքում է, իմացեք, դրանով թքում է ամբողջ հայության, ով որ իսկականից մեջը սրբություն կա, մաքրություն կա, ով որ ու մեջ Աստված կա, ու մեջ քրիստոնեություն կա, այդ հավատացյալ հայերի դեմքին ու հոգիների մեջ։ Այն երեխեքի պես որ ծաղրում է, չէ՞, ձեռը առնում, այնտեղ падգամավորները խոսում են, խփում են սեղանին, ինքը անդադ կտրիչ ինքը դրանով թքում է 8-ից 10 միլիոն աշխարհասփյուր հայության հավատացյալ, արժե համակարգ, արժեք ունեցող, Աստված ունեցող հայերի դեմքին ու սրտներին։ Մտածեք դրա մասին։ Ամենայն բարիքներ բոլորիդ։ Աստված պահապան ճիշտ, խելոք, մտածող հայրենասեր հայերին։ Ստեսություն ձեզ։